թե որ մտնես թուրք իմ տուն, որպես ավար քեզ թողնված, դու չես գտնի այնտեղ թույն կամ էլ թակարդներ լարված, քեզ կբացվի գանձարան, տարիներով կուտակված, անսպար պաշարներ, մառան, հայից հային ամբարված, ինչպես ծիտնե բույն հյուսում նույն ձև տուններ այդ շինվել, ով գիտի ամեն քար, ամեն սյուն, ինչպես բերվել, թե որ քանդես, թող մի քար մնա կառույցիդ հիմքում, այդ պատերում օրհնան կար, արդել օրհնանք են սփռում, կգտնես տան մեջ շատ բան, գրքեր, գորգեր, դաշնամուր, սպասքս օժիտ աղջկած, գրքերս էր որդուդ տուր թող կարդան, բարով կարդան, այդ գրքերն եմ մարդ դարձնող, բազմալեզու գրքեր շատ կան, բայց հայերեն մի գիրք թող, 1000 սրտիս պատառներից, որ այդտեղ եմ ես թողել, 100 գրքի հատորներից մեկի մեջ եմ թաքցրել, որդուդ հետ քիչն ես այգիս, կթվա այն ձեզ եդեմ, վարդեր, կակաչ ու նարգիս, 1000 ծաղիկ աչքերիդ դեմ, ցակատ, բա, մկրատ, շատ գործիքներ ու տարբեր, պապս էր ձեռքով սարքել հատ, մեկը թող մնա այդտեղ, թող մնա նրանից մի մաս, թող մնա իր նույն տեղում, պապս այգուն այդ նվիրված արդար քրտինք ունի հողում, այդքան ծառեր կյանքիդ մեջ դժվար տեսած լինես թուրք, այդ բոլորը լինի ձեզ վանքը պատով ցեղի տուրք, միայն թե այն բալենին հորս հետ էինք տնկել, խնդրան քեզ քո բալեքին, ծառն այդ հանկարծ չկտրեք, այն ձեզ դժվար վնաս տա, հով կանի ընտանիքիդ, միայն թե մի վնաս կա, հայի հետքն է աչքերիդ, բայց դե այդպես որ լինի հայի հետք է ամեն բան, հետ կոծկելով որ լինի պետք է դարձնեք տափաստան, երկիրն այդ կռվա խնձոր, այդտեղ ամեն սար ու ձոր պետք է արմատախիլ անեք, հին Արցախը ջնջելով, նոր Ղարաբաղ կառուցեք,